ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել մուտք գործեք armradio.am կայք, սեղմեք դիտել կոճակը կամ մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ այնտեղի տարբերակով դիտեք մեզ։ Այսօր բժշկի սեղանին միայն բժշկական քարտ չի դրվում։ Արհեստական բանականությունը նաեւ բժշկական ոլորտում է եւ արհեստական բանականությունն աստիճանաբար մտնում է առողջապահական համակարգ, օգնելով ախտորոշել հիվանդություններ, վերլուծել բժշկական պատկերներ եւ կանխատեսել ռիսկեր, բայց մի շատ կարեւոր հարց է առաջանում. ով է պատասխանատու, երբ որոշումը կայացվում է ալգորիթմի օգնությամբ։ Շատ այլ հարցերի վերաբերյալ այսօր զրուցելու եմ Թվային Հայաստան կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քրմոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Արհեստական բանականությունը շատ արագ եւ առանց մեզ հարցնելու ներխուժեց բոլորիս կյանք եւ բոլոր ոլորտներ կարծես թե գրավել է այսպես բոլոր ոլորտները եւ դրանից անմասն չի մնացել նաեւ առողջապահական համակարգը, որովհետեւ եթե նախկինում բժիշկները որևէ բան էին ուզում արագ փնտրել Google համակարգի միջոցով, այսօր դա կարող են անել նաեւ ChatGPT եւ այլ տարբերակների միջոցով, ել չհաշված որ բազմաթիվ այլ ժամանակակից գիտական լուծումներ էլ կան, որտեղ հիմնականում օգտագործվում է արհեստական բանականությունը։ Բայց որքան արագ արհեստական բանականությունը մուտք է գործում, այդքան էլ դեռ մենք պատրաստ չենք նաև թե փաստաթղթային առումով, թե առօրյա առումով։ Այս իրավիճակում քաոտիկ վիճակ է, թե Նախ շնորհակալություն հրավերի եւ նմանատիպ թեմային անդրադառնալու։ Ես չեմ կարծում այս փուլում քաոտիկ վիճակ է, բայց այդուհանդերձ եւ ուրախանալու, ողջևորվելու եւ մտահոգվելու թեմաներ կան, որտեղ արհեստական բանականությունը ընդհանրապես եւ մասնավորապես առողջապահության ոլորտում ստեղծում է շատ մեծ հնարավորություններ, բայց նաեւ առաջացնում է շատ լուրջ մարտահրավերներ։ Կոնկրետ եթե Հայաստանի մասին խոսենք, Հայաստանը դեռևս որևէ կարգավորում չունի արհեստական բանականության մասով, ի տարբերություն Եվրոպական միության երկրների, որտեղ Եվրոպական միության մակարդակում ընդունվել է համապատասխան կոնվենցիոն փաստաթուղթ, որը որոշակի կանոնակարգումներ է առաջ քաշում եւ նաեւ փորձում է չվնասելով զարգացումը կանոնակարգել եւ մասնավորապես ապահովել մարդու իրավունքները եւ դիմակայել էթիկական մարտահրավերներին։ Մասնավորապես առողջապահության ոլորտում այդ մարտահրավերները չափազանց շատ են, օրինակ դուք հարցադրում արեցիք, թե մարդու իրավունքների վրա ինչ կազդի կամ ինչ որ ազդեցություն, այո, ինքը առողջապահության ոլորտում մեծ փոփոխությունների է բերելու, որովհետեւ պատասխանատվության մասին խոսեցիք, պատասխանատվությունը այս պահին պատասխանատվությունը կրողը բժիշկն է եւ բուժ հաստատությունը բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համար։ Եթե մենք առաջ ենք քաշում արհեստական բանականությունը, այս կոնցեպտը պետք է առնվազն վերանայվի, որպեսզի հասկանանք, եթե բժիշկը կիրառում է արհեստական բանականություն, օրինակ, պացիենտի համար մենք ունենք իրավունք, որ իրազեկված համաձայնության։ Այո։ Պետք է իրազեկ լինի մեթոդների կիրառման ռիսկերի հետ կապված, պետք է իրազեկվածություն ունենա եւ իր համաձայնությունը տա։ Վստահ ենք, որ հիմա բազմաթիվ բուժաշխատողներ կիրառում են արհեստական բանականությունը եւ դրա մասին չեն տեղեկացնում, չեն բարձրաձայնում, չեն տեղեկացնում պացիենտին։ Ստեղ օրինակ եւ էթիկական եւ իրավական մարտահրավեր է գալիս։ Արդյոք պացիենտին մենք պետք է ասենք, որ օրինակ բժիշկը օգտվում է արհեստական բանականությունից։ Մի կողմից կարող է կասկածենք բժիշկի մասնագիտական ունակություններին, կոմպետենտության, մյուս կողմից էլ բժիշկը տեխնոլոգիական նորամուծություն է օգտագործում, որը վատ չէ։ Այստեղ արդեն տեսեք շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն օգտագործենք, որտեղ հիմա շատ-շատերը օգտագործում, օրինակ տարածաշրջանում Հայաստանը ամենաշատ արհեստական բանականության գործիքներ կիրառող երկիրն է, տենց վիճակագրություն էին նայում, որ մեր Անդրկովկասում ամենաշատը Հայաստանում արհեստական բանականության գործիքները կիրառում, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ոչ թե ուղղակի վերցնենք, օգտագործենք, հա, նոր գործիք ենք ստացել, պետք է սովորենք ճիշտ ձևով հաղորդակցվել, որտեղ շատ անգամ դա, օրինակ նույն բժշկության մեջ ոչ ճիշտ գործիք օգտագործելը կարող է շատ լուրջ մարտահրավերի բերել, օրինակ սխալ բուժման եւ կյանքի առողջության համար վտանգի։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ըստ ձեզ ինչպես բալանսավորել դա։
Մի կողմից շատ լավ է, որ արագ կարելի է ստանալ համապատասխան տեղեկություն, բժշկի տեսանկյունից եմ ասում։ Մյուս կողմից դուք նշեցիք, որ կարող է կասկածանք առաջանա կոմպետենտության թեմայով։ Երրորդ տարբերակն էլ կա, բուժառուն գալիս է, ասում է, ես այսպիսի բան եմ կարդացել, ինձ արհեստական բանականությունն ասաց, այս դեղորայքը պիտի անենք, բժիշկ ջան։ Ու այստեղ ուրիշ հակամարտություն էլ է սկսվում։ Այս պարագայում ոնց պիտի լինի։ Նախ եկեք դրական բացասական կողմից։ Դրականը այն է, որ արհեստական բանականության գործիքները իր մեջ կուտակել են միլիարդավոր էջեր գիտելիք եւ վերլուծելու համապատասխան ունակություն ունեն, որը դրական ազդեցություն կարող է եւ կարող է օրինակ ճիշտ ձևով կիրառելու դեպքում օգնի եւ բուժմանը եւ ինչու ոչ, եթե պացիենտը ուզում է իրազեկված որոշում ընդունել, կարող է նաեւ արհեստական բանականության միջոցով իր հիվանդության մասին իրազեկ լինել եւ ճիշտ հարցեր տալ բժիշկին։ Սա դրական կողմից է։ Մյուսն էլ, որ տեսեք, մենք եթե շատերը օգտագործում են ChatGPT, Gemini կամ ինչ-որ տարբեր գործիքներ, որոնք որ համարվում են բժշկագիտության մեջ ոչ պրոֆեսիոնալ գործիքներ, որտեղ կան նաև պրոֆեսիոնալ գործիքներ, որոնք որ հենց ստեղծված են առողջապահության ոլորտում եւ դրանցից մի մասը նույնիսկ հավանություն է արժանացել, օրինակ Միացյալ Նահանգներում այսպես կոչված Food and Drug Administration FDA կողմից թույլատրված է օգտագործման։ Ստեղ մենք հարց ունենք ոչ պրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ գործիքների կիրառման, եթե պացիենտը ի վերջո բժիշկի կարծիքով բժիշկն է որոշում պացիենտին առաջարկում բուժօգնություն եւ բուժօգնություն իրականացնում, բժիշկը պետք է պրոֆեսիոնալ գործիքներից օգտվի հիմնականում, իսկ պացիենտը կարող է նաեւ ավելի ազատ լինել, ավելի բաց այդ գործիքներից։ Եվ ոչ այդքան գրագետ մոտեցում ցուցաբերի օգտվելով արհեստական բանականության որևէ գործիքից։ Արհեստական բանականությունը պրոֆեսիոնալ գործիք է։ Տեսեք, եթե մենք մեքենան գեր ժամանակակից, այո, եթե մենք մեքենան, ասենք թե իր օգտագործման կանոնները չենք կարդացել, չենք կարող ճիշտ օգտագործել։ Նույն արհեստական բանականությունը նույնպես իր կանոնները ունի, ճիշտ ձևով հարցադրումները ձևակերպելու, ճիշտ ձևով հարցադրում անելու, որ պատասխանը գա, բայց այդտեղ մի նաև ավելի լուրջ մարտահրավեր է գալիս, թե ով է ստեղծել այդ արհեստական բանականության գործիքը եւ ինչ գիտելիքներ է, այսպես ասած, սնել այդ համակարգին, չէ՞ որ դա ի վերջո մարդկային մտածելակերպ չէ։ Ուղղակի ուզում եմ մեր ռադիոլսողների համար ասեմ, որ արհեստական բանականությունը փորձել է ալգորիթմների միջոցով ընդօրինակել մարդկային ճանաչողությունը եւ վերլուծական կարողությունները, հա, հիմա ինչ գիտելիք այդ ներբեռնում ենք, ինչ գիտելիքի հիման վրա համապատասխանաբար դրա հիման վրա պատասխանը, եթե այստեղ դրա համար էթիկական կողմը հարցի ինչ է, որ այդ գործիքը ստեղծելուց պետք է ճիշտ գիտելիք անել, որը ոչ խտրական է, ճիշտ գիտական վերլուծությունների վրա է։ Պատկերացրեք, օրինակ արհեստական բանականությունը նաև հասանելիություն կարող է ունենալ կեղծ ոչ հիմնավորված օրինակ առողջապահական գիտական հոդվածներին եւ ըստ այդմ իր վերլուծությունները հիմնվելու են այդ կեղծի վրա։ Այսինքն եւ մյուսի, այսինքն ինքը շատ լայն սպեկտր ունի։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է, մենք բազմիցս այս վերջի տարիներին քննարկում ենք նաեւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ծրագրերում քննարկում ենք, որ այդ արհեստական բանականության գործիքների ստեղծման եւ զարգացման process-ում պետք է մասնակցություն ունենան եւ իրավաբանները, եւ բժիշկները, եւ էթիկայի ոլորտի մասնագետները, որովհետեւ այդ գործիքը պրոֆեսիոնալ ճիշտ ձևով ստեղծվի, հա։ Պատկերացրեք մեքենան, եթե ստեղծում են ոչ պրոֆեսիոնալ ինժեներները, դիզայներները, արդյունքը լավը չի լինի։ Հիմա այդ արհեստական բանականության գործիքները առողջապահության ոլորտում ընդ որում հազարավոր արդեն պրոֆեսիոնալ գործիքներ կան, որոնք որ ախտորոշման, վարչական բեռի նվազեցման ուղղությամբ են աշխատում, բայց նաև կան մենք չգիտենք այդ գործիքների իրականում, որտեվ այս փուլում ազատություն է տրված եւ այս փուլում առնվազն օրինակ Հայաստանում ոչ մեկ չի հսկում դու ինչ գործիք ես սարքում, ոնց ես կիրառում եւ այլ։ Դրա համար Հայաստանում առնվազն մենք սկսել ենք այդ թեմայով խոսալ եւ որտեվ բանավեճ կա, պետք է կանոնակարգել իրավաբանորեն, թե պետք չի։ Եթե կանոնակարգում ես ռիսկ կա, որ մենք կդանդաղեցնենք զարգացումը Հայաստանում, բայց կանոնակարգված կլինի։
Հայո, իսկ եթե չենք կանոնակարգում, ազատություն ենք թողում եւ այստեղ եւ դիտավորյալ եւ անզգուշությամբ ռիսկեր ենք առաջացնում։ Այստեղ փաստորեն արհեստական բանականությունը նաև կիրառվում է հիվանդությունների վաղ ախտորոշման, բժշկական պատկերների, դրանք ռենտգեն, MRT, ԿՏ, վերլուծության, ինչը մշտապես մենք սովորենք, որ բժիշկը պետք է դիտարկի, վերլուծի եւ ներկայացնի։ Ձեր ասած փաստարկները բերում են նրան, որ գուցե իր սխալ բազայի հիմքով սխալ վերլուծություն տեղի ունենա նաև։ Շատ հնարավոր է, որ նախ սխալ բազա լինի, բայց այդտեղ նաև շատ հետաքրքիր դերերի բաշխման փոփոխություն է տեղի ունենալու։ Տեսեք, բժիշկը օրինակ ռադիոլոգը MRT, չգիտեմ, 10,000-ը, 100,000-ը նկար է դիտարկում աշխատում իր կյանքի ընթացքում։ Իսկ արհեստական բանականության գործիքը միանգամից մի քանի տասնյակ միլիոնավոր նկարներ է վերլուծում, դրանով սովորում։ Ըստ այդմ կարող ենք ասել ինչ որ ֆորմատով, որ այդ գործիքը գուցե եւ բժիշկից ավելի լավ վերլուծի, բայց միևնույն ժամանակ ստեղ արդեն բժիշկի դերը ես չեմ կարծում, որ մենք մոտակա տասնամյակներում բժիշկի դերի նվազում կունենանք, որտեվ եթե նույնիսկ արհեստական բանականությունը լինի, բժշկական անձնակազմը պետք է այն թարգմանիչը լինի, որի միջոցով պացիենտը շփվելու է արհեստական բանականությամբ, որտեվ բժիշկը այդ գործիքի մասին ավելի շատ է իմանալու։ Բժիշկը ալգորիթմն է իմանալու ոնց է վերլուծելու, պացիենտին ոնց որ հիմա բժշկագիտության, այդ գիտության եւ պացիենտի միջև թարգմանիչն է եւ մասնագետն է, նենց էլ արհեստական բանականության ուղղակի պատկերացրեք, օրինակ բժշկական համալսարանում առարկաների 30%-ը փոխարինում ենք արհեստական բանականության, այսինքն որոշակի ինժեներական ինչը որ կլինի ըստ Էվրևութին մոտ Ես ենթադրում եմ այդ մասնագիտության մեջ ագին փոփոխություններ կլինի։ Ձեր բերած օրինակին հակադարձ մի բան եմ ուզում բերել, տեսեք, AI-ը ենթադրենք ԿՏ, ռենտգեն, MRT է վերլուծում, բայց այստեղ մարդկային գործոնի կարևորության մասին եմ ուզում խոսել։ Չէ՞ որ բժիշկն է շփվում բուժառուի հետ եւ ամեն օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները, որքան էլ որ որոշակի տվյալներ բազա ներմեռնենք, այդուհանդերձ տետ-ա-տետ շփումը կարող է բերել մի քանի այլ նրբությունների, որ գուցե արհեստական բանականությունը դրանց մասին նույնիսկ տեղյակ չէ։ Իսկն եկանք մարդու առանձնահատկությանը։ Այս պարագայում ենթադրենք բժիշկը նայում է այդ թղթերը, գալիս է բոլորովին այլ եզրահանգման, բայց արհեստական բանականությունն էլ բերում է բոլորովին այլ եզրահանգում։ Այս պարագայում ինչ ենք անելու։ Տեսեք, շատ լավ օրինակ բերեցիք, օրինակ տեսեք, եթե արհեստական բանականությունը վերլուծում է միայն պատկերը, ինքը կարող է կարծիք տա միայն պատկերի, այսինքն ընդհանուր հիվանդության ախտորոշման եւ բուժման հետ կապված այդ համակարգը չի կարող գործել, բայց եթե օրինակ ավելի զարգացած sense առաջադեմ համակարգը, որը նաև հարցեր է տալիս, օրինակ ասում է, ձեր ինքնազգացողությունը ոնց է, օրինակ, չգիտեմ, գլխի մասում ցավեր ունեք, այսինքն հավաքում է նաև անամնեզ, այս պարագայում արդեն ինքը գալիս է մի մակարդակով ավել եւ սկսում է նաև բուժման process-ին միջամտել, բայց այդուհանդերձ տեսեք, մենք շատ տարբեր մասնագետների հետ ենք քննարկել, օրինակ Արդարադատության ակադեմիայում դատավորների դասընթացի ընթացքում նաև քննարկում ենք, օրինակ դատավորները ասում են, բա շուտով միգուցե մեր մասնագիտությունն էլ ոչ այս փուլում դեռևս դա չկա եւ բժիշկը եւ դատավորը, որովհետեւ այդ էմոցիոնալ ֆոնը, այդ ընդհանուր դեռևս արհեստական բանականությունը ավելի արագ է աշխատում, ավելի շատ տվյալ է վերլուծում, բայց դեռևս կարծում եմ ամբողջությամբ մարդկային ընկալելու եւ վերլուծելու ունակությունը ամբողջությամբ չի վերցրել։ Այստեղ օգնական որպես դիտարկենք բժշկին։ Այս փուլում առնվազն մենք կարող ենք դիտել որպես օգնական, ինչու ոչ նաև գործընկեր, որտեղ դու կարող ես այդ հարցը ոչ միայն իրան հարցը տալ, այլ նաև քննարկել։ Այդ համակարգերի շատ առաջադիմություն է նրանում, որ դու կարաս այդ հարցը քննարկես եւ տարբեր ռակուրսներից տաս, բայց օրինակ նույն կենցաղային մակարդակը, որ դու հարցադրումներ անում ես, դու տեսնում ես, որ ինքը բավականաչափ սխալների հավանականությունը շատ է։ Դրա համար, եթե մենք խոսում ենք առողջապահության ոլորտում, մենք ընդհանրապես դուրս ենք գալիս այս դաշտից եւ գալիս ենք արհեստական բանականության պրոֆեսիոնալ, որտեղ մշակել են նաեւ բժիշկները,
ինժեներները եւ համապատասխան ալգորիթմները ճիշտ են։ Ի վերջո դա ինչ է, ալգորիթմը, դու ոնց ալգորիթմը դնում ես, տենց էլ ինքը վերելուծում է։ Ոնց որ իրան առաջադրանքը ստեղ այս առումով շատ կարևոր է, որ մենք առաջինը, եթե կանոնակարգումը լինի իրավական, ֆիքսվի, որ առողջապահության ոլորտում պետք է կիրառվեն բացառապես պրոֆեսիոնալ գործիքներ, տեսեք, շատ հետաքրքիր վերլուծություն կա, որ ամերիկյան FDA-ը շատ եւ շատ արհեստական բանականության ախտորոշման գործիքների թույլտվություն է տվել, բայց բուժման process-ին մասնակցող արդեն կոպիտ ասած բուժող կամ բուժում նշանակող գործիքները շատ քիչ են, այսինքն եթե ախտորոշման, վարչական, բժշկական փաստաթղթերի վարման վերլուծության ոլորտում մենք ունենք հաստատված շատ գործիքներ, բուժման process-ում շատ ավելի ԱՄՆ հատուկ այդ ծառայության այդ FDA-ի մոտեցումը շատ ավելի զգուշորեն է, այսինքն թողել են բժշկի, այսինքն շատ բաներ նույնիսկ չեն երաշխավորում կիրառության համար, որովհետև դեռևս այդ մտավախություն ունեն, որ կարող է վերլուծություն ընթացքում որոշակի բաներ հաշվի չառնի, որը բժիշկն է հաշվի առնում, այսինքն դեռևս կասկած ունեն, որ արհեստական բանականության մտածողությունը, վերլուծությունը ամբողջությամբ կրկնում է մարդունը, բայց ասեմ, որ զարգացման տեմպերը շատ արագ են, եթե մենք համեմատենք օրինակ աշխարհը հիմա եւ 10 տարի կամ 20 տարի առաջ մենք ասենք թե հարյուրավոր տարիների առաջընթաց ենք անում նույն արհեստական բանականության առողջապահության ոլորտում պետք է նենց անենք, սենց բանաձև է այնա, որ այդ մի վնասիր սկզբունքը, որը կա, կիրառվի նաեւ արհեստական բանականության նկատմամբ, այսինքն այդ գործիքը օգնի, այլ ոչ թե վնասի։ Այստեղ գործակցությունը ինչպես եք պատկերացնում բժիշկ արհեստական բանականություն, եթե հատկապես կան տարաձայնություններ։ Թեկուզ քննարկման հնարավորությամբ։ Տեսեք, իրավական առումով այս պահին Հայաստանի Հանրապետությունում որոշում ընդունողը բժիշկն է, այսինքն պատասխանատվությունը բժշկի վրա է, եւ դա, ասենց ասեմ, հիմա բժիշկը խորհրդակցի մեկ այլ բժշկի հետ, թե խորհրդակցի արհեստական բանականության հետ, վերջում այդ վերլուծության հիման վրա որոշում ընդունողը ինքն է։ Այստեղ շատ կարևոր եւ նուրբ հարց է, որպեսզի բժիշկը նախ իր դերը կարևորենք մեր բժիշկի այս արհեստական եւ ասենք, որ ի վերջո դու ես որոշումը ընդունելու, որպեսզի ինքը սենց այդ ինֆորմացիայի ծավալից կասկածի մեջ չընկնի եւ սենց ուղակի չգնա հետեւի արհեստական բանականության համակարգի խորհուրդներին, այլ օգտվի, ճիշտ օգտվի։ Դա շատ կարևոր է, որ ինքը ճշգրիտ կարողանա օգտվի եւ նաեւ մենք դասընթացների ընթացքում շատ հաճախ ասում ենք, որ վստահության մակարդակը որոշակիորեն նվազեցեք, այսինքն մի ասեք 100%-ով է արհեստական բանականության համակարգը 100%-ով ճիշտ չի։ Առնվազն այս պահին, բայց առնվազն այն ծավալի ավելություն, որ դուք պարտավորեք հաշվի նստել ձեր վերջնական որոշման մեջ հաշվի առնել, որ սենց հաշվեք ձեր շատ մի հատ վստահելի բժիշկի կարծիքը։ Խորհուրդ է տալիս, հա, այս բարակայում այդպես կարող են, բայց ամբողջությամբ աչքերը փակ վստահել, դա դեռ ոչ։ Այդուհանդերձ մի բան էլ կարևոր ֆիքսենք, որ այդուհանդերձ բժիշկն է շփվում բուժառուի հետ, անմիջական շփումը բարդ գործընթացը բժշկինն է։ Լսում է բուժառուին, մաչելի պիտի բացատրի եւ պիտի հետեւի, որպեսզի նաև բուժառուն լինի հետևողական, այս խնդիրն էլ կա մեր, հատկապես հայաստանյան իրականությունում, երբ պացիենտը այդքան էլ խելոք չէ եւ ոչ պատշաճ կատարում է բժշկի հրահանգները դեղորայքային բուժման ընթացքում թեկուզ, այս պարագայում ինչպես եք տեսնում կարգավորումները, որpիսի խնդիրների առաջ չկանգնեն հատկապես բժիշկները։ Մենք գիտենք, որ շատ դեպքերում նրանք նաև պաշտպանված չեն սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով, հա, մենք գիտենք, որ դեպքեր տեղի են ունենում այդուհանդերձ, որովհետև ոլորտը բավականին պատասխանատու ամենաբարդ ոլորտներից մեկն է։ Տեսեք, շատ կարևոր ասպեկտ շեշտադրեցիք, որ բժշկի դերը եւ բժշկի պատասխանատվությունը։ Նախ ֆիքսեցինք, որ բժիշկն է ի վերջո պատասխան տալու
բժիշկը պետք է իր դերը ունենա։ Պետք է ֆիքսենք, որ բժիշկը արդեն չի կարող իր հին ստացած գիտելիքներով առաջնորդվել, ինքը պետք է ինֆորմացիա ունենա ոչ միայն ոնց կիրառել է արհեստական բանականությունը, այլ հասկանա ոնց է դա աշխատում։ Այսինքն մի հատ էլ նորից պիտի սովորի այն երկարություն։ Սենց տենենց բժիշկը շարունակական մասնագիտական զարգացման մեջ է, ինչ որ փուլում եկավ իրավական գիտելիք փորձեցինք փոխանցել բժիշկին, ինչ որ փուլում արդեն հիմա լայն տարածում ունի էթիկական հարցը, հիմա էլ եկել է արդեն տեխնոլոգիական կրթությունը եւ պետք է այդ արհեստական բանականությունից ինքը հասկանա։ Նախ շատ կարեւոր է, որ հիմիկվանից մենք սկսենք բժիշկին կանոնակարգման առաջի քայլը բժշկական կրթությունն է, որ իրենք ի սկզբանե սովորեն արհեստական բանականություն կիրառել։ Մենք հիմա օրինակ կառավարիչների համար բժշկական Երևանի պետական բժշկական համալսարանում ունենք դասընթաց այդ MBA շրջանակներում արհեստական բանականության եւ տեխնոլոգիական կրթության մասին խոսում ենք։ Բժիշկը պետք է իմանա, որ գործիքն է ոնց կիրառվում եւ դրա մասով գիտելիք պետք է ունենա, որ ճիշտ կիրառի։ Երկրորդը բժիշկը մի քիչ ավելի պատասխանատու պետք է լինի, որովհետեւ պացիենտը այդ նույն ինֆորմացիան կարա ներբեռնի համակարգ եւ ստանա պատասխան, որ բժիշկի հետ արդեն սենց համարյա հավասարի խոսա։ Բժիշկը, տեսեք, մենք լրագրողների դասընթացի ժամանակ հիշում եք քննարկեցինք, որ շատ կարևոր է, որ բժիշկը իմանա, որ արդեն ինքը չի կարող այդ պացիենտի անձնական տվյալը ներբեռնի եւ օրինակ ChatGPT-ին հարցնի, որտեվ եթե օրինակ Սուրեն Քրմոյան անունով բանը, արդեն այդ համակարգը հիշելու է այդ անունը։ Եթե նույնիսկ ինչ որ բան հարցնում եք, հարցեք ապանձնավորված, որտեվ բժշկական գաղտնիքը եւ անձնական տվյալների պաշտպանության եւ բժշկական գաղտնիքի պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ դուք իրավունք չունեք առանց պացիենտի համաձայնության այդ տվյալը հայտնել, այդ թվում արհեստական բանականության համակարգի։ Հատկապես որ այնտեղ ոչինչ չի կորում։ Ոչ չի կորում, արդեն տեսեք, բժիշկը ստեղ եւ էթիկական մարտահրավեր է եւ իրավական, բժշկական։ Հիմա ինչ անում, վստահ եմ շատ բժիշկներ ուղղակի վերցնում են հիվանդության պատմագիրը, եթե ինքը այս անգլերեն ասած machine readable, այսինքն կարում է համակարգ իրան կարդա, մուտքագրում են եւ այդ տվյալները ստանում են եւ անձնական տվյալներով կիսվում են։ Տեսեք, բժիշկի համար նոր մարտահրավեր է եւ նույն պացիենտի հետագայում օրինակ պայմանականորեն, եթե այս ChatGPT-ին հարցնեմ իմ անունով կա որոշակի բժշկական տվյալ, ուրեմն ինչ որ մեկը ներբեռնել է ու բժիշկի պատասխանատվությունը, գիտեք, բժշկական գաղտնիքը տարածելու համար քրեական պատասխանատվություն կա ընդཐུպ միջև, ստեղ տեսեք դերակատարումները փոխվում են եւ մենք շատ կարեւոր է որ այսօր մենք այս թեման քննարկում ենք, մենք արդեն պետքա շատ խոսենք, որպեսզի խոսելուց, քննարկելուց գանք կանոնակարգումներին։ Օրինակ պետք է կանոնակարգենք, որ եթե դու արհեստական բանականություն ես կիրառում, հարցրու անպայման պացիենտին։ Պետքա կանոն դնենք, որ արհեստական բանականության համակարգին մի տուր անձնական տվյալներ, ապանձնավորված տուր։ Ինչու ոչ, եթե այդ արհեստական բանականության համակարգը Հայաստանում է մշակվել, պետք է այդ մշակման process-ին կանոնակարգ լինի, որ այդ մշակման process-ում սենց էթիկական հարցեր պետք է, որտեղ մի հատ սխալ ալգորիթմ տվեցիր, օրինակ ասում ես, որ Հայաստանի Հանրապետությունում օրինակ հային ես առաջնահերթություն տալի բուժօգնության, այլազգիներին վերջ, արդեն արհեստական բանականության համակարգը դա ընկալում է որպես առաջնային։ Դրա համար այդ համակարգը մշակելու արդեն միջազգային լավագույն ստանդարտներ կան եւ էթիկական եւ իրավական, որը եթե մենք Հայաստանում ենք մշակում այդ համակարգը, պետքա կիրառենք, եթե Հայաստանում չենք մշակում, պետքա այդ համակարգի մասին օգտագործման ուղեցույցը գիտեք, մենք ոչ մի բան չենք կարդում, iPhone-ով ընդունում ենք, չենք կարդում, մենք պետքա կարդանք, որտեվ օրինակ հիմա որ ցանկացած մեր ռադիո լսող հարց է տալիս ChatGPT-ին, ինքը չի մտածում, որ եթե ինքը մտել է որպես Սուրեն Քրմոյան օգտատեր եւ հարց է տալիս, համակարգը արդեն իր մասին տվյալը հավաքագրում է։ Իսկ ինքը չի կարդաց այդ բանը privacy policy-ին կամ գաղտնիության քաղաքականությունը, արդյոք պահում են այդ տվյալը, չեն պահում։ Մենք գնում ենք բժշկական հաստատություն, մեզ թղթաբանություն կա, չէ՞, դե նորմալ է, որ պիտի ստորագրես, համաձայն ես, ոչինչ չենք կարդում, միանգամից ստորագրում են։ Չգիտեմ ինչ թուղթեր բերեցին, տվեցին, ստորագրեցինք, սա մեր մշակույթի մի մասն է։ Մենք խոսեցինք բժիշկների մասին, բայց արդյոք սովորական քաղաքացին պատրաստ է այս փոփոխություններին։ Նախ սովորական քաղաքացու համար սա որոշակի առավելություն է տալիս, որովհետև եթե բժիշկը ինչ որ մի բան տալիս է, ինքը կարող է մի հատ, ասենց ասեն, անվճար ստուգել։ Օրինակ ինքը պրակտիկ կիրառում է, օրինակ իմ տղան դպրոցում
իր գնահատականը տվել էր ChatGPT-ին եւ տարել էր ուսուցչին ցույցեր տվել, ասել էր տես այս համակարգը ուրիշ ձև է եւ փոխել էր գնահատականը, այսինքն որպես քաղաքացի հիմա ինքը կարա դիագնոզը դնի եւ պացիենտը եւս մեկ անգամ վերահսկում է բժշկի գործունեությունը, այս առումով եւ դրական մաս ունի, մնում է ճիշտ կարողանա գործածել արհեստական բանականության ճիշտ ծրագրերը։ գործածել, դրա համար այս մեր օգտվելով առիթից մեր բոլոր ռադիոլսողներին պետք է ասենք, որ ամեն դեպքում արհեստական բանականություն շատ լավ գիտելիքի բազա է, բայց դուք ինքնաբուժությամբ մի զբաղվեք նույնիսկ ChatGPT-ի խորհուրդներով, որտեվ կարող դուք մի բան կիսատեք տվեք, կարող է այդ համակարգում մի բան ճիշտ չի, ինքը պրոֆեսիոնալ առումով միգուցե ճիշտ չի, օրինակ նույն հարցումների հիման վրա բուժօգնություն անել, որտեվ այստեղ բժիշկի դերը դեռևս չեն կարա փոխարինեն, որովհետև դուք է չգիտեք ոնց ճիշտ հարցադրումը ձևակերպեք, ոնց ասեք, ինչ հարակից բաներ կարող է լինի կամ ինչ հետազոտություններ դուք չեք արել, որ այդ հետազոտությունը մուտք անեի, կարող է նույն արհեստական բանականությունը այլ պատասխան տալ։ Այստեղ մի կանոն կա, այո, մեր բոլոր քաղաքացիները կարող են օգտվել եւ պետք է օգտվեն եւ դա լայն հնարավորություններ է տալիս, բայց միևնույն ժամանակ բուժումը եւ մարդու առողջությունը եւ կյանքը են կարեւորագույն արժեքներն են, որ կարծում եմ չի կարելի առնվազն կարող եք ստուգել, կարող եք դուք խորհրդակցել, բայց վերջում եկեք բժիշկի մոտ, որտեվ ձեր բուժողը բժիշկն է եւ ձեր բուժման համար իմացեք, որ երբևիցե այդ հարցման հիման վրա ChatGPT-ին, Gemini-ին կամ ինչ-որ գրոկը պատասխան չի կրելու սխալ բուժման համար։ Ձեր բժիշկը այդ պատասխանատվությունը ունի եւ այդ որակի եւ անվտանգության համար պատասխանատու է բժիշկը։ Եվ մի կարևոր խորհուրդ էլ տվեք մեր ռադիոլսողներին, որ համապատասխան սիմպտոմները գրելով եւ ChatGPT որոշակի խորհուրդներին հետևելով ուղղակի չնստեն ու որոշեն, որ ChatGPT-ն ասել է, ուրեմն ինքը ճիշտ էր, ավելի խելացի եւ չգնան բժշկի։ Առանց այդ էլ մենք ամբողջ ազգով սովորություն ունենք, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չենք դիմում բժշկի, մի հատ էլ սա։ Միանշանակ դրանք պրոֆեսիոնալ գործիքներ չեն, դրանք ընդհանուր օգտագործման արհեստական բանականության համակարգեր են, ոչ թե պրոֆեսիոնալ բժշկական գործիքներ, դրա համար հույս դնել կարաք ստուգեք բժշկի հետ ինչ-որ գիտելիքներ կարդաք, բայց ի վերջո վերջնական բուժումը թող նշանակի պրոֆեսիոնալ բժիշկը։ Եվ վերջում որքան կարևոր են իրավական կարգավորումները փոփոխությամբ հաշվի առնելով արագ զարգացումները տեխնիկական բժշկի հարմարավետության համար։ Տեսեք, իրավական կարգավորումները կարևոր են այնքանով, որ այսպես թե այնպես բոլորս գիտենք, որ հիմա բժիշկները կիրառում են այս համակարգերը։ Եվ այդ կիրառում են, սենց ասեմ, որոշակիորեն կուրորեն, որտեվ միգուցե եւ տեխնիկական եւ իրավական գիտելիքները բավարար չեն, որ հետագայում եթե հարց առաջանա, հիմնավորեն, որ այս ստացված պատասխանը օրինակ իրանք օգտագործեն։ Եթե պրոֆեսիոնալ լիցենզավորված գործիք են օգտագործում, վերջո դա կարա իրենց օգուտ իրենց խոսա, եթե հակառակն են արել իրավական կարգավորման բացակայությունը, մյուս կողմից ազատ դաշտ է ստեղծում բժիշկի համար, բայց ուզում եմ հիշեցնել նաև մեր բուժաշխատողներին, որ այս գործող կանոնները իրազեկված համաձայնություն, պացիենտի համաձայնություն ստանալը, բժշկական գաղտնիքը պահպանելը, որակի ստանդարտները, այս ամեն ինչը չի վերացել արհեստական բանականության կիրառմամբ։ Մեկը այդ որակի ստանդարտները, գաղտնիություն պահպանելու պարտականությունները, պացիենտին իրազեկելու պարտականությունը եւ համաձայնություն, այդ ամեն ինչը կա։ Ճիշտ է, այդ արհեստական բանականության համակարգերը բաց են, բայց այդ պացիենտի իրավունքները այս պահի դրությամբ կիրառելի են նաեւ արհեստական բանականության կիրառման եւ եթե դուք որոշակի մեթոդ եք ընտրում կամ առաջարկում, որը ձեզ կիրառել եք արհեստական բանականության համակարգի միջոցով, դուք պետք է իրազեկեք, որ դուք կիրառում եք կամ եթե բժշկական Այսինքն պացիենտին պարտադիր պիտի ասվի, որ կիրառվել է արհեստական բանականության համակարգը բուժման կամ ինչ որ հիվանդությունն ախտորոշելու համար։ Ես կարծում եմ, որ պացիենտին պետք է իրազեկել եւ եթե
պացիենտի անձնական տվյալներ եք տալիս համակարգին, պետք է իր համաձայնությունը նախապես տանաք, այո։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, այս թեման անսպառ է, որովհետև դեռ ընթացքի մեջ է եւ շատ արագությամբ է զարգանում եւ հուսանք լիահույս լինենք, որ թե պացիենտը, թե բժիշկները այս փոփոխություններից չեն դժի եւ կկարողանան ադապտացվել։ Սա շատ կարեւոր մի ընթացք է։ Հիշեցնեմ, հարգելի ռադիոլսողներ, զրուցակիցս Թվային Հայաստան կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանն էր։ Հիշեք մի կարևոր բան, որ պացիենտը դուք եք, իսկ ձեր բուժող բժիշկը բժիշկն է եւ պատասխանատվությունը կրում եք երկուսով։ Մնացեք հանրայինի հետ։ Քո ձայնը